Հայաստանում պետք է իրականացնել խոշոր մասշտաբ բնակելի ֆոնդի փոփոխության ուրեմն ծրագիր, բայց միանշանակ չպետք է իրականացվեն այնպես, ինչպես հիմա իրականացվեց։ Պետք է իրականացվել, որտեղ պետք է պատրաստվել դրան։ Ինչու՞մ է խնդիրը։ Այսօր պետությունը ասում է, որ իհարկե դա նախնական 2015-ից սկսեց պրոցեսներ անցավ եւ այլն։ Հիմա պետությունը ասում է, ես եկամտային հարկի վերադարձով խթանեմ նորը կառուցվող շենքերը։ Այն կառուցվող շենքերը, գոյություն ունեցող շենքերը։ Ինչ ենք անում մենք հիմա։ Մենք ասում ենք միջին խավ, որ դու կարող ես փագես վարկը, իպոթեկան վարկը, դու գնա ապի նոր շենքում, խոցելի խավ, դու այո խորհրդային տարիների շենքերում բնակվի, հետո մի բան կանենք, ինչ կանենք։ Էլի միջին խավը, որտեղ է խոցելի խավը մեկ այնքը իհարկեով չի կարող գեներացնել, ինքը մի կողմից է կախված է կամ հույս ունի, որ միջին խավի հարկերով պետք է կանաս նպաստ թոշակ եւ այլն ստանա։ Հիմա մենք մեր միջին խավի այսպես ասած թոշ բաներով, հարկերով պետք է գնանք այդ մարդկանց խնդիրները լուծել, այսինքն մի քիչ սխալ ճանապարհով գնացինք։ Հաջորդ սխալը որ տվեցինք, մենք պատշաճ քաղաքային պլանավորում, քաղաքաշինություն հին տերմին է իմ համար, քաղաքային պլանավորում չիրականացրինք, հասկանանք որտեղ ենք կառուցում, ինչու ենք կառուցում։ Լավագույն օրինակներից մեկը ես միշտ բերում եմ, միշտ վատ եմ զգում, որտեղ բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք բնակվում են այդ թաղամասում, որը հիմա օրինակը բերել եմ, կառուցապատողների մեղք չունեմ, բայց Դալմայի թաղամասում, այսինքն այդ բոլոր Մոնտեմետրոյան փողոցի շրջակայքում 20-25 հազար հոգի մարդ ապրելու։ Դա մի ամբողջ Սևան քաղաք է, որ պատկերացնենք ցավալը, եւ այնտեղ դեռ չկա նախատեսված։